Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում ղեկավարել երկիրը խաղաղության շրջանում, նշել իր նպատակը պատերազմի ավարտն է, ոչ թե պաշտոնավարման շարունակությունը, խոստացել դիմել Ուկրաինայի խորհրդարանին ընտրություններ կազմակերպելու համար, եթե ձեռք բերվի կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Ըստ նրա, զինված հակամարտության պայմաններում ընտրությունների անցկացումը բարդ է ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ երկրի սահմանադրական սահմանափակումների պատճառով։ Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչնչի չի պարտավորեցնի։ Պաղեստին պետություն չի ստեղծվի, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Պաղեստինը ճանաչելու մասին հայտարարել են Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Ֆրանսիան։ ԱՄՆ պետքարտուղարը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման ընդգծել է Մոսկվայի կողմից էական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։ Լավրովն էլ նշել, որ ՌԴ-ն պատրաստ է նահանգների հետ համատեղելու ուժերը ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելու ուղղությամբ։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել հանցավոր դավադրության գործով։ Նա մեղադրվում է Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուհամմար Քադաֆիից միլիոնավոր եվրո ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ 2007-ին իր նախագահական քարոզարշավի համար։